Վիրջինիայի համալսարանի գյուղատնտես Անջելա Նեյլյանը Հայաստանում է աշխատում 1 տարի։ Պրոֆեսոր Նեյլյանը աշխարհում ջերմոցային տնտեսությունների պահանջված մասնագետ է։ Շատ երկրներում է իր փորձն ու գիտելիքները ներդրել, բայց ասում է Հայաստանի գյուղատնտեսական պոտենցիալն ու հայ ֆերմերների հնարամտությունը անհամեմատելի են։ Ես աշխատում եմ Արարատյան դաշտավայրի ֆերմերների հետ։ Ապշեցուցիչ է ինչպես են հայ գյուղատնտեսները անընդհատ պրպտում նոր մեթոդներ ու միջոցներ գտնում իրենց ջերմատները զարգացնելու համար։ Հայաստանի գյուղատնտեսական ներուժը նկատել ու արդեն օգտագործում է ջերմատնային նոր տեխնոլոգիաների եվրոպական առաջատար Richel Group-ը։ Ընկերությունը ներկայացնում է նոր սերնդի կիսափակ ջերմատներ։ Դրանց տեխնոլոգիական առավելությունը ջեռուցման ծախսերի խնայումն ու ձմռանը ջերմատնային բերքատվության բարձրացումն է։ 1964-ից Richel ջերմոցները կիրառում են 80 երկրում, հիմա նաև Հայաստանում։ Ֆրանսիական ընկերությունում լավ գիտեն հայկական մրգի, հատկապես ծիրանի համի մասին։ Ասում են ինչու չի կարող լինել օրինակ հայկական վարունգ կամ լոլիկ բրենդը։ Ձեր մրգերի համը պետք է օգտագործել, այդ համեղ համբավն էլ որ երկիրն ունի։ Եկեք հայկական բանջարեղենի անունն էլ լսելի դարձնենք միջազգային շուկայում։ 1 քառակուսի մետրի վրա ստանալ 30-ից մինչև 120 կիլոգրամ լոլիկ։ Այս թվերը ֆանտաստիկայի ժանրից չեն։ Ջերմատնային նոր տեխնոլոգիաներին ձեռած հնարավորությունն է, նոր տեսակի պարարտանյութեր, ներկանյութեր, սարքավորումներ ու նաև գիտելիքներ հոլանդական, իսրայելական, ֆրանսիական, ֆիննական ընկերությունների ներկայացրած ջերմատնային ինովացիան 5-ից 20%-ով ավելացնում է բերքատվությունը, կրճատում ծախսերը։ Կան մատչելին, պարզ տեխնոլոգիաներ, կան ավելի բարդ տեխնոլոգիաներ, որոնք ավելի խոշոր ներդրումներ են պահանջում, եւ նաեւ կա պետական աջակցության ծրագրեր, դուք գիտեք, որ մենք իրականացնում ենք մի շարք միջազգային կառույցների հետ աշխատանքներ, որոնցով օժանդակում ենք, որ փոքր տնտեսություններում ներդրվեն այդ տեխնոլոգիաները։ Հայաստանի ջերմատնային տնտեսությունը վերջին տարիներին գրավիչ է միջազգային ներդրողների համար, բացի բնակլիմայական պայմաններից նպաստավոր է նաև տնտեսական միջավայրը։ Ջերմոցային տնտեսություններն ազատված են ավելացված արժեքի հարկից ու շահութահարկից։ ԵԱՏՄ անդամակցությունն էլ հեշտացրել է արտահանումը առանց մաքսատուրքերի։ Պարզ ընթացակարգով հայկական ջերմոցային արտադրանքը հասնում է եվրասիական շուկա։ Անի Հակոբյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։